Հաղորդման հովանավորն է «Տուն դեպո կահույքի խանութ սրահը»։ Հաղորդման հովանավորն է Dream Park հյուրանոցառեստորանային համալիրը։ Հաղորդման հովանավորն է Աջափնյակ բժշկական կենտրոնը։ Բարև երկիր, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, այո վերջապես այսօրը եկավ և մենք հնարավորություն ունեցանք մեր սիրելի գունեղ ու տաքուկ տաղավարից ձեզ ողջունելու։ Հուսով եմ և առավոտը և տարին շատ լավ է սկսվել, բոլորդ առողջ եք, շրջանցել եք բարակները, նույնիսկ եթե չեք շրջանցել, արդեն քաջ առողջ եք և անցել եք աշխատանքի ու ինչու ոչ նաև արդեն երազանքների իրականացման ճանապարհին եք։ Արմինե Բրսոյան, իմ նոր գործընկերուհին, ես արդեն հասցրել եմ շատ ջերմ նրան ողջունել, սիրեք նրան, ընդունեք նրան և լսեք նրան։ Շնորհակալ եմ սիրելի գործընկերուհի ջերմ խոսքերի համար եւ ես եւս հուսով եմ, որ այս տարին ինչպես որ լավ սկսվել է, այնպես էլ շարունակվելու է բոլորիս համար։ Ողջունում եմ ձեզ եւ հուսով եմ ձեր շաբաթ կիրակիները այսուհետ մենք միասին կդարձնենք ավելի հետաքրքիր եւ տեղեկատվությամբ լի։ Այո, եւ հուսով ենք եւ ինչու ոչ վստահ ենք, որովհետեւ բավականին երկար ճանապարհ արդեն անցել ենք։ Կարծում եմ դուք եք մեզ կարոտել, դա փոխադարձ է եւ ուզում եմ արդեն աճապարել, սկսել անմիջապես մեր աշխատանքը, այսօր հունվարի 10-ն է, 2026 թվականի, դեռ մի փոքր դժվար է ասել 2026 թվականի, բայց այո, արդեն 26 թվականն է, հիշում ենք մեր գործընկերներին եւ հին եւ նոր։ Մեզ հետ է ինչպես միշտ Տուն դեպո կահույքի սրահը, ինչպես տեսնում եք, ունենք նոր եւ գեղեցիկ։ Այո, կահույք, ունենք նաեւ նոր գործընկերներ, որոնք են Աջափնյակ բժշկական կենտրոնը իր բազմապրոֆիլ ծառայություններով եւ մի հրաշալի վայր, որը գտնվում է բնության գրկում, կարծում եմ հենց այս օրերին իսկական ժամանակն է ամանորյա թողուբոհից հանգստանալու, այդ ճաշկերույթից ազատագրվելու եւ գնալու բնության գիրք հանգստանալու, լիցքաթափվելու եւ այլ համեղ խորտիկներ վայելելու։ Dream Park-ի մասին է խոսքը, սիրելի հեռուստադիտողներ, Dream Park-ը մեր նոր գործընկերն է, որն առաջարկում է նորաոճ եւ շքեղ գլեմփինգներ եւ 2-ից 8 հոգու համար նախատեսված տնակներ, որոնք ոչ միայն ստեղծվել եւ չեն վնասել բնությանը, այլև միաձուլվել են Լորվա անտառների հեքիաթային գեղեցկությանը։ Այնտեղ երազանքներին մի փոքր ավելի մոտ կարելի է լինել։ Դա ճիշտ է։ Գնացեք փորձեք։ Այո։ Բարև երկիրը շարունակում է իր ընթացքը, բարի լույս, եթե հենց նոր եք արթնացել սիրելի հեռուստադիտողներ, ես ուզում եմ ասել, որ մենք հավատարիմ ենք մեր ավանդույթներին եւ հենց սկզբից ներկայացնում ենք, թե այս օրը տվյալ օրը պատմության մեջ ինչով է առանձնացել ու նաեւ ամփոփում ենք անցնող շաբաթը հետաքրքիր իրադարձություններով։ Այսպես, պատմության մեջ այս օրը հունվարի 10-ը նշանավորվել է մետրոպոլիտենի ծննդյան օրով։ Այսօր դժվար է իհարկե պատկերացնել ժամանակակից ու արագ ռիթմով կյանք առանց մետրոյի։ Իսկ այն ստեղծվել է հեռավոր 1863 թվականին Լոնդոնում եւ իր առաջին երթուղին կատարել է հենց հունվարի 10-ին։ Լոնդոնի մետրոպոլիտենը հնագույնն է եւ խոշորագույններից մեկն աշխարհում, բայց առաջին երթուղիներում շոգեքարշներ էին աշխատում եւ երթուղիներն էլ մեծ խորությամբ չէին։ Հետագայում արդեն մշակվել են հատուկ խողովակներ, որոնք հնարավորություն են տվել 25-ից 28 մետր խորությամբ երթուղիներ անցկացնել։ Թեպետ Լոնդոնի մետրոպոլիտենը համարվում է ամենաերկարը, մոտ 400 կիլոմետր, սակայն նկարարանների թվով առաջատար է Նյու Յորքի մետրոն։ Դրանց թիվը հասնում է 466-ի։ Նկատենք, որ Երևանի մետրոպոլիտենը բացվել է 1981 թվականին։ Սկզբում ընդամենը 4 կայարան է եղել, որից հետո դարձել է 10-ը։ Իհարկե շատ կուզեինք, որ լիներ արդեն 12 եւ հուսով ենք, որ մինչեւ թռչող տաքսիների Երևան գալը մեր մետրոն կունենա ինչպես Աջափնյակում, այնպես էլ Դավիթաշենում կայարան։ Խոսքը երանելի լսելի լինի, Արմինե։ Հուսանք, սպասենք, բոլորի ակնկալ ենք։ Այո, ինչու ոչ։ Եվ քանի դեռ ամանորյա տրամադրությունը կարծում եմ չի ավարտվել եւ շարունակվելու է մինչեւ հունվարի 13-ը, կարող ենք մի փոքր այսպիսի տրամադրություն նաեւ հաղորդել մեր թողարկմանը, ինչու ոչ։ Ամանորյա արձակուրդները, ինչպես գիտենք, լավագույն շրջանն են հեռուստացույցի առջև նստելու, տաք ծածկոցի տակ մեկ գավաթ
սուրճ կամ թեյ վայելելու համար եւ ինչ անել այդ ընթացքում իհարկե հին ու բարի ֆիլմեր դիտել, բայց կինոաշխարհի ներկայացուցիչները այդպես չեն մտածում եւ շարունակ աշխատում են, որպեսզի հին ֆիլմերը փոխարինվեն նորերով։ Տարեվերջին ֆիլմ արտադրության մեջ կարևոր ձեռքբերում ունեցավ հատկապես մեր հայրենակցուին սիրելի հեռուստադիտողներ, ու որքան էլ մենք խոսենք արհեստական բանականության ոչ միայն լավ, այլ նաեւ բացասական կողմերից, այն դարձել է մեր կյանքի լիարժեք մասը, դրանից որևէ կերպ խուսափել հնարավոր չէ։ Եվ արդեն անցկացվում են կինոփառատոններ արհեստական բանականությամբ ստեղծված ֆիլմերի համար։ Մի փոքր դժվար է իսկապես պատկերացնել, բայց ինձ թվում է մի օր հեռուստացույցը Արմին կմիացնենք եւ մենք ինքներս այո նույնիսկ չենք էլ ընկալիս արհեստական բանականությամբ ստեղծված ֆիլմ կամ հաղորդում է կամ տեսահոլովակ, թե Արդեն կան շատ նման հաղորդումներ եւ տարբերելը փոքր-ինչ դժվար է եւ շարունակելով միտքը ասեմ, որ Լոս Անջելեսում կայացած հենց այդպիսի փառատոնի ընթացքում ռեժիսոր լրագրող Լիլիթ Բարսեղյանի անհայտ գտածով ֆիլմն արժանացել է գլխավոր լավագույն ֆիլմ մրցանակին։ Շնորհավորում ենք Լիլիթին այս կապակցությամբ։ Նշեմ, որ ֆիլմը մի նկարչուհու մասին է, որն ամեն գնով փորձում է պատմության մեջ իր հետքը թողնել, բայց ինչպես գիտենք, ժամանակն անողոք է եւ մարդկանց գործերին եւ երազանքներին միջամտելու իր կանոններն ունի։ Հետաքրքիր է, որ գլխավոր հերոսու կերպարը ռեժիսորը ստեղծել է հենց իր դեմքով։ Ինչ ես կարծում, ժամանակը կարող է օգտակար լինել մարդու երազանքներն իրականացնելու համար, թե որքան գնում է ժամանակը, այնքան հեռանում ես երազանքներից։ Չէ, ինձ թվում է ամեն երազանք ունի իր ժամանակը կատարման եւ ժամանակը հենց այդ առումով օգուտ է տալիս, այսինքն նպաստում է նրան, որ գա ժամանակն ու կատարվի քո երազանքը։ Իսկ դու ինչպես ես Իսկ համբերությունն էլ կյանք է։ Համբերությունը ոչ միշտ է կյանք, բայց կյանքում համբերություն հարկավոր է։ Առանց համբերության հնարավոր չէ, ես մի փոքր անհամբեր եմ, ինչ արած։ Ես էլ եմ տեսակով անհամբեր, բայց կարծում եմ տարիքի հետ, ժամանակի հետ համբերությունը գալիս է։ Այո, իմաստնանում են մարդիկ եւ հասկանում, որ պետք է սպասել ճիշտ ժամանակին, սիրելի հեռուստադիտողներ։ Շարունակենք մնալ կինոաշխարհում, այս օրերին մեկ այլ ամերիկյան հայտնի կինոփառատոն է հասցրել անցկացվել Critics' Choice Awards-ը, որի ընթացքում լավագույն ֆիլմ է ճանաչվել Լեոնարդո Դիկապրիոյի եւ Շոն Պենի մասնակցությամբ Պայքարից հետո ֆիլմը, իսկ լավագույն ռեժիսոր ֆիլմի հեղինակ Թոմաս Անդերսոնը։ Թիմոթի Շալամեն ճանաչվել է լավագույն դերասան հրաշալի Մարտի ֆիլմում խաղացած դերի համար, իսկ իռլանդուհի Ջեսի Բաքլին լավագույն դերասանուհի Համնետ պատմական դրամայում կերտած իր դերի համար։ Լավագույն մինիսերիալ է ճանաչվել Դեռահասը, որը 4 սերիայից բաղկացած սերիալ է, վստահաբար ռեժիսոր Բարանտինիի գլուխգործոցներից է համարվում։ Այո, ցնցող սերիալ Դու հասցրել սիրում ես սերիալներ։ Ես այս Շատ։ ծմրանը չեմ հասցրել, աշխատանքային առումով զբաղված եմ եղել, բայց ես սերիալները ընդհանրապես չեմ սիրում։ Ես ֆիլմեր եմ սիրում դիտել։ մինի սերիալներ գոնե, այս դեպքում սա կարելի է նույնիսկ Այո։ ասել ֆիլմ, կարծում եմ արդեն բոլորն են սա տեսել, իսկապես մի կադրով, մի դուբլով նկարված եւ գլխավոր դերակատարը 16-ամյա, եթե 16-ամյա։ չեմ սխալվում, եւ որևէ փորձառություն չունեցող տղա երիտասարդ պատանի, որը կարծում եմ հանճարեղ է իր դերը մարմնավորել։ Եթե դուք էլ մեր նման համբերություն բողոքում եք, ապա հենց այս կարճ սերիալների միջոցով կարող եք ծանոթանալ կինոաշխարհի նորություններին։ Այո։ Իդեպ հենց այս երեկոյի ընթացքում, այս կինոմրցանակաբաշխության ընթացքում Սրտակեր Շալամեն վերջապես հանրայնորեն սեր է խոստովանել Քայլի Ջեներին, այո, եւ իր ելույթում ասել է, որ առանց նրա, առանց իրենց 3 տարվա ընկերության նա ուժ չէր գտնի իր մեջ եւ միգուցե մրցանակն է չստանար, կամ միգուցե մրցանակը ստացել է նոր ուժ է գտել իր մեջ եւ ողջևորվել է, այո։ Իսկ դու սիրում ես նմանատիպ սիրո խոստովանություններ։ Նրանք ցնցեցին համացան։ Ցածական են, հա, ինչպես ասում են, չէ, բայց կարծում եմ հանրային մարդկանց պարագայում որտեղ էլ սեր խոստովանեն իրենց բաղնիքում, ռեստորանում, թե առանձնասենյակ կամ ննջասենյակում միևնույն է պապարացիները դուրս են գալու ինչ որ միտեղից եւ կասեն մենք արդեն ֆիքսեցինք ձեր այդ սիրո խոստովանության պահը։ Այո։ Եթե նկատել ես սովորական մարդկանց, սովորական ասելով ոչ հայտնի մարդկանց համար էլ դարձել է շատ սովորական նման ձևով հանրայնորեն անել սիրո խոստովանություն, թող սերը շատ լինի եւ արեք խոստովանություն այնպես ինչպես կարծում եմ պետք է սիրել մի փոքր թաքուն։ Գուցե։ Դե ըստ բնույթի։
Անցնելով առաջ ուզում եմ ասել, որ կինոաշխարհի հաջորդ նորությունը հատկապես մեր տարիքի մարդկանց դուր կգա, ինչու, որովհետև հենց այս ֆիլմով երևի թե մեր մանկության ամենատպավորված, տպավորող ֆիլմն է եղել Սիրունիկը Կարծում եմ, որ ֆիլմը։ պիտի ասես ավակ սերնդին, բայց դու ասացիր մեզ։ Դե լավ, Գիտեմ զգամ այս պահին Ալինե։ նկատի ունեմ դեռահասներին գուցե եւ չհետաքրքրի։ Նրանք վստահ չեն էլ տեսել այս ֆիլմը։ Գուցե, բայց խորհուրդ ենք տալի նայել Սիրունիկը նախկինը դեռ, որովհետև շուտով նկարահանվելու է նոր տարբերակը կրկին նույն դերասանական կազմով։ Այո, Ռիչարդ Գիրի եւ Հոլիվուդի ժպիտ, իհարկե Ջուլիա Ռոբերտսի մասնակցությամբ ֆիլմը դեռ հայտնի չէ երբ դուրս կգա, երբ կլինի էկրաններին, բայց նրանք արդեն մի հարցազրույցի ընթացքում ասել են, որ շատ ողջավորված են եւ կարծում են, որ այդ պատմությունը, այդ իրավիճակին տրված պատասխանը եւ ռեժիսորի եւ սցենարիստի արդեն հնացած է եւ նոր մոտեցում է պետք։ Ինչ շատ հետաքրքիր է, թե այդ նոր մոտեցումը որն է եւ այս պարագայում ինչպես կլինի դա, որովհետեւ հիշեցնեմ, ովքեր հատկապես չեն տեսել, այնտեղ հայտնի բիզնեսմեն Էդվարդի եւ թեթևաբարո Վիվիենի սիրո պատմության մասին էր եւ այնտեղ Ռիչարդ Գիրը 41 տարեկան էր, իսկ Ջուլիա Ռոբերտսը այո 23 հիմա, համապատասխանաբար 76 եւ 58։ Հետաքրքիր է նրանց դուետը հիմա ինչ։ Հետաքրքիր է ոչ միայն դուետը, այլ նաև ինչպիսի լուծումներ պետք է գտնեն, չէ՞ որ արդեն այդ ֆիլմը դասական է եւ բոլորը գիտեն եւ շարունակություն ենթադրել արդեն ինձ թվում է չի լինի, բայց ինչ կլինի շատ հետաքրքիր է սպասում։ Մտածել են ամեն դեպքում։ Մինչ նրանք կգնան կպատրաստվեն իրենց նոր ֆիլմի նկարահանումներին, մենք պետք է պատրաստվենք դիմավորել արդեն մեր առաջին հյուրին, իսկ դրա համար անհրաժեշտ է այս պահին երաժշտական ընդմիջում հեռուստաալիքը չենք փոխում եւ շարունակում ենք դիտել Բարև երկիր։ Ձյունայի չավ սիրտը իմանեց կես, կես, Ձյունայի չավ ու նորից հիշեցրեց կես, Ձյունը դառնում է աչքիս մեջ կաթի, Ձյան պես թողում է հոգիս ինչպես փաթի, Ձյունը սիրուս պես մաքուր է ջերմակ, Նոր տարում վերադարձիր տունիմ միակ, Սարով ձորերը պատել են ձյան ամպեր, Ձյուն քեզ խնդրում եմ իմ սերը հետ բեր, Անցորդներից նրա տեղը Միայն թե սերը իմ տուն վերադարձրու
Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, եթե հենց նոր եք արտացել, ես հիշեցնեմ, որ ընթացքի մեջ է բարև երկիրը ու հիմա ճիշտ ժամանակն է բացել կամ հակառակը փակել սառնարանի դուռը եւ այն բոլոր մթերքները դեն նետել, վստահ եմ մեր հյուրը այդ խորհուրդն է տալու, որոնք պահպանվել են դեռ դեկտեմբերի 25, 26 Եվ ավելի իհարկե հույս ունենանք, որ որոշ տներում դեկտեմբերի 31-ից, բայց էլի կարծում եմ, որ արդեն հնացած են։ Խոսելու ենք իհարկե օրգանիզմը վերականգնելուց եւ ընդհանրապես ճիշտ սնվելուց եւ ճիշտ համադրություններից սննդային։ Մեր հյուրին Արմինեն թող ներկայացնի, որովհետև մինչ եթերը արդեն շատ ակտիվ հասցրեցինք զրուցել։ Մեր հյուրը Գիտությունների ազգային ակադեմիայի էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանն է, ողջույն Դավիթ։ Շնորհավոր անցած կամ արդեն անցնող տոները։ Դե մենք արդեն որոշեցինք, որ մինչև 13 տոն է, հետևապես շնորհավորում ենք մեր Քիչ են մեր գործող կյանքում տոները, կարելի է գոնե արդյոք օգտվել եւ մինչև 13-ը շնորհավորել միմյանց։ Այո։ Իսկապես շնորհավոր, թող տարին առաջին հերթին լինի Բարեբեր։ առողջ, բարեբեր, հաջողակ։ Ինչպես եք, ինչպես անցկացրեցիք տոները, սկսենք դրանից։ Նախ պետք է ասեմ, որ տոները ինձ համար շատ ուրախալի առիթ են, որովհետև երևի վերջին տարիներին միակ ազատ օրերն է, որ հնարավորություն է լինում մնալ տանը եւ մինչև դեկտեմբերի 30 ծանր գրաֆիկով աշխատանքից հետո իհարկե այդ մթնոլորտը ուտելիքները, լավ միջավայրը, հյուրերը, ընկերները, որոնք գալիս են շնորհավորելու, ինչ խոսք շատ դրական տրամադրություն է եւ տարեսկիզբը բավականին հաճելի է եւ պետք է ասեմ, որ ես եւս շնորհավորում եմ ձեզ եւ ամենակարևորը ցանկանում եմ, որ ձեր ընտանիքներում եւ մեր երկրում լինի խաղաղություն, առողջություն եւ բարեկեցություն։ Խոսելով առողջությունից, թերևս առաջին հարցը այն է, թե նոր տարվա այդ խառը համադրություններից հետո ինչպես կարելի է արագ գոնե վերականգնվել եւ ինչպիսի համադրություններով սնվել, որպեսզի օրգանիզմը վերականգնվի եւ անցնի այդ ամենի միջով։ Շատ լավ։ Իհարկե կուզեմ երկու մասի բաժանենք հարցը, որովհետեւ գրեթե բոլորը Հայաստանում տոնական օրերին սխալ են պլանավորում ուտելիքները եւ միշտ շատ մեծ քանակությամբ ուտելիք են ձեռք բերում։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ նախ տոներից առաջ են սկսում մթերքները առնել։ Ես ինքս ապրում եմ Երևանում, մտնում եմ խանութներ եւ տեսնում եմ, թե նախատոնական օրերին, ինչպիսի ակտիվություն է խանութներում։ Ավելին ասեմ, ակնհայտ նկատելի էր, որ օրինակ դեկտեմբերի 20-ից 27 ընկած ժամանակահատվածում խանութներում շատ ավելի եռուզեռ էր, քան 27-ից հետո, որովհետև մարդիկ ցանկանում են խուսափել հերթերից, չեն ցանկանում այդքան մեծ ուրեմն աժոտաժի մեջ լինել, որի արդյունքում ստացվում է, որ շատ ավելի վաղ են սկսում ուտելիքները պահեստավորել։ Դավիթ, ներողություն, իհարկե հիշենք խոսքը շարունակենք, բայց այդ մթերքները, այն մթերքները եւ այն ուտեստներն են պատրաստվում այդ օրերին, որոնք գնում են սառցախցիկ եւ այդպես կարելի է կարծեմ, եթե սխալվում եմ ուղեք, չէ, մինչեւ 3 ամիս նույնիսկ պահպանել։ Այդ ներքաբլիցներից սկսած մինչեւ այդ կոտլետներով վերջացրած։ Ահա, տեսեք, դա շատ կարեւոր է պահպանումը, իսկապես, որովհետեւ ոչ բոլորն են պահպանում սառցախցիկում, հատկապես եթե այս տոնական օրերն են եւ մարդիկ սպասում են հյուրերի, որոշակի խմբականակ պահպանում են սառցախցիկում, ավելի ուշ օրերի համար եւ որոշակի խմբականակներ պահպանում են սառնարանում, բայց չենք մոռանում, որ միայն նրբաբլիթները չեն կամ կոտլետները չեն, որովհետեւ մենք օրինակ բազմաթիվ դեպքեր կան, ես նաեւ նկատում եմ խանութներում, գիտեք, տոնական վերջին օրերին արդեն կտրատման գործընթաց չի անում խանութը, որ կարողանա հասցնել եւ մարդիկ նախապես սկսում են կտրատել տալ այդ երշիկեղենը, մսամթերքը եւ բոլորին չնայած ամեն տարի հիշեցնում ենք, որ կտրատված վիճակում շատ կարճ է պիտանիության ժամկետը, ավելին մենք սեղանին ունենք խոզի ազնամիս, որը որ մարդիկ չեն հասցնում 1-2 օրվա ընթացքում սպառել, շատ երկար ժամանակ այդ խոզի ազնամիսը դնում են սեղանին, այսինքն պլյուսային ջերմաստիճաններում, ջերմային ռեժիմի խախտումներ են իրականացնում։ Դրա համար խորհուրդ համար 1 ազատվել բոլոր ժամկետանց ուտելիքներից։ Բայց ազատվել ոչ թե պիցա պատրաստելով, այլ աղբը նետել։ Տեսեք, հիմա ես մի փոքր պետք է լինեմ պոպուլիստ, որովհետև գիտեք, ես նկատել եմ վերջին տարիներին, որ ոչ թե մենք ենք պարտադրում հանրությանը, որ ճիշտ կանոններով առաջնորդվեն, այլ հակառակը ինչ որ մեղման քաղաքականություն ենք մշակում, որովհետև մենք որքան էլ ասենք, մարդիկ չեն նետելու այդ ուտելիքները, հետևապես շատ կարևոր է, ուրեմն խորհուրդ համար 1. Եթե ապրանքը արդեն կորցրել է ապրանքային տեսքը,
Այսինքն օրինակ խոզի ազդրամսին արդեն տեսնում եք, որ առաջնային թարմություն չի, հա, արդեն տեսնում եք, որ լորձապատված է։ Եթե տեսնում եք, որ ապրանքը փոխել է համային, հոտային հատկանիշները հատկապես, հա, դա ակնհայտ է։ Ես բոլորին խնդրում եմ, որ իրենց ընտանիքներին ռիսկի չենթարկեն։ Բայց այնուամենայնիվ կան որոշակի դեպքեր եւ որոշակի ջերմային մշակման մեթոդներ, որոնք ի վիճակի են նվազեցնել ռիսկը։ Օրինակ, նույն չորացրած պանիրների պարագայում, եթե երկարաժամկետ, օրինակ, եփման ես ենթարկում ջերմային մշակման, ռիսկերը նվազում են։ Այսինքն, այդ պանիրներով կարելի է պատրաստել հալած պանիր, այդ պանիրներով կարելի է պատրաստել երկար եփվող պանային սոուսներ, այսինքն ոչ թե պարզապես հալածնել, այլ երբ որ երկար ջերմային մշակման ենք ենթարկում, մի քանի րոպե, որպեսզի կարողանանք ռիսկերը նվազեցնել։ Բայց նույն մսամթերքը ջերմային նոր երբ եփում են նորից դնում են, դա ինչ որ իրավիճակը փրկում է, ավելի վատացնում է։ Տեսեք, ընդհանրապես ամենապրոբլեմատիկ, հա, մեր խնդրահարույց պահպանման կանոնների մեջ մտնում է ջերմային ռեժիմի խախտումը։ Այսինքն, օրինակ նույն ազդրամիսը մարդկանց որ թվում է, որ երեկոյան ժամին դնում են սառնարան, հետո առավոտյան տեղադրում են, հա, կամ կապակում են, իրենց թվում է, թե դրանով խնդիրները լուծվում են, բայց դրանով խնդիրները չեն լուծվում։ Նախ շատ կարևոր է ի սկզբանե դուք ինչպես եք պատրաստել խոզի ազդրամիսը, հա, այսինքն որքան է եփված, մսեղիքի խորքում, օրինակ դուք կարողացել եք ապահովել պատշաճ եփում։ Ես իհարկե, քանի որ ձեր հետ նաև սոցիալական ցանցերում եմ ընկերություն անում, գիտեք, հաճախ անդրադառնում եմ նաև մեկնաբանություններին, որոնք արվում են մարդկանց կողմից, իհարկե ինձ համար դրանք բարձր տրամադրություն են ապահովում, հատկապես այդ վատ մեկնաբանությունները։ Վերջերս այդ ինչպես պատրաստել խոզի ազդրամիս, մեկը մեկնաբանություն էր գրել, որ տղա ջան, քո գրած ռեժիմով այդ խոզի ազդրամսից կմնա միայն պեչենի, ինչ որ նմանատիպ բան էր գրել, բայց ես ուզում եմ բոլորին, այդ թվում ձեր հեռուստադիտողներին ասել, որ ես բացի նրանից, որ հա տեսական սննդագիտություն գիտեմ, ես շատ սիրում եմ խոհանոց եւ ցանկացած խորհուրդ, որ տալիս եմ, ես հավաստիացնում եմ, որ ես դա պատրաստել եմ, հետեւապես ուզում եմ ասել, որ լավ եփված խոզի ազդրամիսը շատ կարևոր է։ Երբ մարդկանց բացատրում ես, որ երկար եփումը կարևոր է, որ մսեղիքի խորքում լավ եփվի միսը, որովհետև երբ լավ չի եփվում, դա էլ է նպաստում արագ փչացմանը։ Այդտեղից պետք է սկսեք ասեք, որ դա երաշխիք է երկար դա երաշխիք է երկար պահպանման, այսինքն եթե օրինակ սովորական օրերին դուք կուզեք ավելի հյութալի, ավելի հյութեղ խոզի ազդրամիս ունենալ, հաշվի առեք, որ դուք դա չեք սպառելու 24 ժամվա ընթացքում, հետևաբար շատ կարևոր է, որ բոլոր շերտերում միսը լինի պատշաճ եփված։ Եվ արդեն այս օրերին, երբ մենք ունենք հետտոնական, արդեն եռուզեռի աստիճանական ուրեմն անցում դեպի աշխատանքային գրաֆիկի, շատ կարևոր մի արտահայտություն կա, որ շատ եմ սիրում, իհարկե իտալական է ասացվածքը, քանի որ իրենց մոտ Սուրբ Ծնունդն է առաջինը, հետոնոր ամանորը, ես տեղերը իհարկե կփոխեմ, ասում եմ ինչ անենք, որ չգիրանանք նոր տարուց դեպի Սուրբ Ծնունդ, ասում եմ դուք այդ մասին պետք է մտածեք Սուրբ Ծննդից մինչև ամանոր, այսինքն նաև այն բոլոր խորհուրդները, բոլոր կանոնները, որոնք ընդհանրապես մարդու բարեկեցության համար են, սա էլ է շատ կարևոր։ Կուզեմ այսօրվա եթերի մեջ ավելի այդ շեշտադրումը տանենք, որ մարդկանց համար եւս հասկանալի լինի, ինչու որովհետեւ գիտեք ընդհանրապես գիտնականները, որոնք որ աշխատում են եւ ներառված են հանրային իրազեկման գործընթացում, գիտեք, որ նրանք շատ խոցելի են, այսինքն միշտ չէ եւ ոչ բոլոր գիտնականներն են, որ պատրաստ են մտնել այդ մեկնաբանությունները կարդալ, իսկ մենք ոչ երգիչներ ենք, ոչ արվեստը, չնայած երգիչներին էլ են գրում, չէ, ի նկատի ունեմ, մենք չպետք է վախենանք այդ մեկնաբանություններից եւ հաճախ օրինակ ես այն գործընկերներս, որոնք որ հրաժարվում են, այդ ուրեմն հաղորդումներից, որոնք հատկապես մարդկանց կողմից հետո գիտեն այդ կարճ կրճատված տարբերակները շատ ավելի մեկնաբանություններ են ստանում, մենք չենք վախենում, այսինքն եւ չպետք է վախենանք։ Մենք պետք է աշխատենք ոչ թե այն մարդկանց, որոնք մտնում են եւ քեզ սկսում են սովորեցնել, որն է ճիշտը իրականում բացարձակապես ոլորտից գաղափար չունենալով, այլ մենք հետեւում ենք, մեզ հետեւում են մարդիկ եւ անում են փոփոխություններ, պարտադիր չի, որ նրանք լինեն մեծականակ։ Ամեն հաղորդումից հետո, եթե 2 հոգի, 3 հոգի էլ ճիշտ կանոնները սովորի, մենք համարում ենք, որ մեր գործը ծառայել է իր նպատակին։ Հիմա տեսեք, այս առումով էլ շատ կարևոր է մենք հասկանանք, որ սննդի ռիսկը եւ օգուտը որն է։ Նոր, մենք ծրագիր ունենք, որը Դանիայի տեխնիկական համալսարանի հետ ենք իրականացնում
Մենք պետք է մշակութային այդ փոփոխությունը մինչև անհատական մակարդակով եւս չընդունենք եւ չհասկանանք, մեր սնման սովորույթները մենք չենք փոխի։ Եվ որն է այդ ճանապարհը, Դավիթ, ես կարծում եմ, որ սոցիալական հարթակներում, ինչպես նշեցիք, հա, այդ հրապարակումներն անելով, մեկնաբանությունները հարց ու պատասխանների արդյունքում, այդ գրագիտությունն եւ փորձառությունը ի վերջո սպառողը մենք ենք, չէ՞, դուք փոխանցում եք եւ այդպես այդ երկխոսությունը ստացվում է, կարծում եմ ավելի գրագետ է դառնում հանրությունը այս առումով, քան ինչպես ասացիք, մասնակցելով վարպետության դասերին, տարատեսակ, չգիտեմ, կոնֆերանսներ կազմակերպելով, հաստափոր գրքեր գրելով Եվ այո, ոչ բոլորն են ձեզ նման, որ կարողանում են այդ երկխոսությունը պահել հանրության հետ։ Բայց բացի երկխոսությունից հանրությունը պետք է պատրաստ լինի ընդունել եւ հասկանալ հանրային ընկալումը փոխելու խնդիրը։ Այո, սա շատ կարևոր է հանրային ընկալման հետ կապված, հատկապես հայ սպառողները, սա եւս շատ կարևոր առանձնահատկություն է։ Ես գիտեք, հա, տարվա ընթացքում նաեւ այլ երկրում եմ աշխատում, հա, մեկնում եմ նաեւ այնտեղ եւ հստակ եւ ակնհայտ տարբերություններ կա հասարակությունների։ Որն է այդ տարբերությունները։ Առաջին հերթին դե բնական է այնտեղ եւս, հա, ինչ որ տարբեր միջոցառումների է հրավիրված լինում եւ այնտեղ բոլորը քեզ հարցեր են տալիս, որն է ճիշտը։ Հայաստանում քեզ հարցը տալիս են ոչ թե սովորելու համար, այլ հատկապես քեզ հակադարձելու համար, որ իմ պապը ուտում էր, իմ պապը խմում էր, կներեք, բայց նաև ես գիտեք գործի բնույթով այնպես է, որ ստիպված պետք է նայեմ նաև գործընկերներիս հանրային իրազեկումները, եւ ես ակնհայտ տարբերում եմ այն ելույթները եւ այն մասնագետներին, որոնց խոսքը ուղղված է լայք հավաքելու։ Սա էլ է շատ կարևոր։ Ես քանի որ կոմերցիոն բնույթի մասնագետ չեմ, այսինքն իմ գործը բացարձակապես կոմերցիոն չէ, ես անհատական խորհրդատվություններ չեմ իրականացնում, արտադրողների հետ չեմ աշխատում, ես չունեմ այդ խնդիրը, բայց այն մասնագետը, որ կարիք ունի կամ հա, այդ հետագայում դա նպաստելու է իր չգիտեմ, անհատական վարկանիշին, նրանք ստիպված են լինում նաև իրենց այդ խոսքը, այդ ամենը կազմակերպել այդ տիրույթում։ Հիմա դրա հետ կապված ասեմ շատ կարևոր մի բան։ Ընդհանրապես սննդի ռիսկերը եւ օգուտները, եթե մենք սովորենք տարբերել, ամենակարևոր բանը դա մենք իրականացնում ենք մեր առողջության եւ հանրային առողջության համար։ Ինչու եմ սա ասում, որովհետեւ վերջին տարիներին հատկապես նայում եմ հա նոր սերունդի մայրիկներին, մենք չունենք այդ պատկերացումը ռիսկի եւ օգուտի։ Ինչ որ միտեղ մտնում են, ինչ որ մի հոլովակ են կարդում, որ օրինակ այսինչ բանը վտանգավոր է, իրականում օրինակ կարող է բացարձակ վտանգավոր չլինի, որտեղ իրենք չեն կարող, չէ, գրագիտության մակարդակը չունեն, որ հասկանան, որ աղբյուրներից է ստացվում։ Եվ արդյունքում նայում ես, երեխային տալիս են օրինակ կարտոֆիլի ֆրի, տալիս են ամենավնասակար ուտելիքները, ամենավնասակար ժելեները, կոնֆետները, բայց օրինակ թեյի չի կարելի։ Այսինքն մենք որոշակի սննդային նորաձևություն է, հա, տարածվում, որը այդքան էլ օգտակար չէ, բայց քանի որ տեսել են սոցցանցերում, ինչ որ մեկը դա այդպես է արել, նրանք կրկնում են, արդյոք սա նորմալ է։ Բացի դրանից, տեսեք, ունենք շատ ավելի կարևոր խնդիր, որ մենք չենք հետևում։ Մենք ընդհանրապես սնունդը երբ օգտագործում ենք, դա մեր Հայաստանում որոշակի ժամանակ արդեն մարդկանց մոտ օրինակ կհիշեք, հա 20 տարի առաջ ոչ ոք չէր մտնում խանութ պիտանիության ժամկետ հետևում։ Հիմա արդեն տեսեք մենք ունենք հա այդ մշակութային փոփոխությունը, որ մարդիկ հետևում են, բայց օրինակ նույն սննդային, երբ որ նայում ենք մակնշումները, սննդային արժեք, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, մարդիկ չեն հետևում եւ պատկերացում չունեն, ռեալ։ Ես մի դեպք նաեւ տաղավարից առաջ զրուցում էինք, տեսեք, տարական օրինակ բերեմ, աղի հետ կապված։ Երբ որ մենք նախորդ տարի հաղորդում էինք նկարում եւ տաղավարային էր, այսինքն քվեարկության հնարավորություն ունեին, ես ընտրեցի Վահեին հաղորդավարին, որ հաղորդումից առաջ կազմակերպենք քվեարկություն, որպեսզի մարդիկ պատասխանեն արդյոք իրենք կարծում են թե աղը գերազանցում են եւ հաղորդումից հետո։ Պատկերը միանգամից փոխվեց։ Կապ չունի, որ մի փոքր լսարանի համար էինք աշխատում։ Մարդկանց թվում է, թե իրենք աղը օգտագործում են ճաշերի մեջ կամ աղին հա պատրաստի ուտելիքներին աղ ավելացնելով։ Դա բացարձակ միֆ է։ Դուք որ ուզենաք, մեծագույն ցանկություն ունենաք, աղի այնքան քանակություն ավելացնել, որքան դուք ստանում եք օրինակ հացից, պանից, որ ուզենաք, ես ձեզ հավաստիացնում եմ, որպես նորից եմ ասում, խոհանոցին լավ ծանոթ մարդ, որը գիտի, հա, ինչքան աղ ի վիճակի է ուտելիքը, հա, պատրաստի ուտելիքին չեք կարող դուք այդ քանակությամբ աղ ավելացնել։ Որպեսզի թվերով խոսենք, մեր հայկական հացերի տեսականում մեջ մեծամասնությունը հացերի պարունակում է 100 գրամում 1.5-ից 2 գրամ աղ, իսկ պանիրները 3.5-ից մինչև 7։
Հիմա պատկերացրեք, եթե դուք լավաշ եք օգտագործել 2 գրամ աղ է պարունակում 100 գրամ, այսինքն եթե դուք օգտագործեք ընդամենը 150 գրամ լավաշ եւ օգտագործեք 100 գրամ պանիր, արդեն ձեր օրական աղի նորմա դուք գերազանցելու եք։ Ավելին ասեմ, մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ մեր հայկական ամենաաղի ուտելիքը բաստուրման եւ սուջուխն են, որովհետեւ շատ մեծ քանակությամբ աղ են պարունակում եւ այս առումով եւս մենք որպես հասարակություն եւ այդ հանրային իրազեկումը, որը որ անում ենք մարդկանց, գիտեք, մարդկանց մոտ միանգամից հատկապես հայ հասարակության մոտ այդ խնդիրը կա։ Մենք սկզբում սիրում ենք ամեն ինչ մերժել։ Մենք ունենք այդ խնդիրը։ Ես հիշում եմ, երբ դեռ տարիներ առաջ գործադիրում էի աշխատում, ինչքան բուրըն եւ մարդկանց կողմից դժգոհություններ էր, կհիշեք այդ ռեֆորմների հետ կապված ԱՊԱ-ի, պարտադիր ապահովագրության։ Բայց հիմա տեսնում եք, Երևանում արդեն դադարել են այդ վեճերը, կռիվները, իրար վրա մարդ վերելը, ովումից ավելի ստանում ենք, այո, բայց հիմա տեսնում եք, թե այդ ռեֆորմը իսկապես արդեն տեսանելի, բառից բուն իմաստով, որտեղ մենք նաև այդ մշակութային փոփոխությունն ենք տեսնում, որ փոքր վթարների դեպքում մարդիկ անգամ ոստիկանություն չեն կանչում եւ սա էլ է շատ կարեւոր, որ մենք հասկանանք, որ ընդհանրապես այն մարդիկ, որոնք որ ներգրաված են այս process-ում, չպետք է վախենան եւ ինչպես ասեմ, չպետք է կոտրվեն։ Մենք օրինակ սոցիոլոգ ունենք մեր խմբում, որ աշխատում է եւ ամեն անգամ ես հետեւում եմ, թե ինքը ինչպես է արձագանքում այդ վատ մեկնաբանություններին եւ ես ինչպես եմ արձագանքում, գուցե նաեւ տարիների փորձի հետ է կապված եւ ես միշտ ամեն անգամ խնդրում եմ բոլորին, քանի որ ես երբևիցե որևէ մեկնաբանության չեմ պատասխանում։ Դա ի սկզբանե ինձ սովորեցրել են, որ ընդհանրապես ինչպես ասում են, հա, ծովը մտնողը չպետք է թրջվելուց վախենա։ Ես չեմ պատասխանում։ Անկախ նրանից մարդը սխալ մեկնաբանություն է գրում, ճիշտ մեկնաբանություն, լավ թե վատ, ես չեմ պատասխանում որևէ մեկնաբանություն, որտեղ դա չեմ համարում իմ գործառույթ։ Բայց այս առումով եւս մեր սոցիոլոգ օրինակ երբ քննարկումներ ենք ունենում, ասում եմ ժողովուրդ ջան, դուք պետք է հասկանաք, որ ես չունեմ այդ խնդիրը, որ պետք է մենք գնանք պարտադրանքի ինստիտուտով։ Եվ դա ամենավատ ինստիտուտն է, պարտադրանքի ինստիտուտը։ Ես այս նույն միտքը հայտնել եմ նաև առողջապահության նախարարությունում։ Ինչու՞, որովհետև եթե ես մտել եմ հանրային սննդի վայր եւ նույն բարեփոխումների հետ կապված ես ինչու էի ասում, որ ընդհանրապես ցանկացած երկրում, որտեղ կա ռիսկի եւ օգուտի գնահատում, դու չես կարող Հայաստանի նման երկրում ասես բարեփոխում անում ենք հանրային սննդի կետից հանելով։ Ինչու՞։ Դե հանրային սննդի կետերից ոչ բոլորն են օգտվում, այսինքն դու գործ ունես հանրային մի միջոցառման հետ, որը որ լայն ծածկույթ չունի, հա։ Մենք այդպես ենք ասում, այդ ինտերվենցիա է, որը բոլորի վրա չի տարածվում։ Երկրորդ, ես ամեն օր հանրային սննդի կետ չեմ գնում, բայց ամեն օր բոլորս ուտում ենք հաց։ Այսինքն, եթե քո նպատակը հանրային առողջապահական ռեֆորմն է, դու պիտի մարդկանց բացատրես, որ աղի հաց շատ օգտագործելով դուք ստանալու եք աղի շատ քանակություն։ Վայրից եւ կապ չունի։ Վերադառնալով ամենասկզբի հարցից եւ այս ամենից այդ խառը ուտելիքներից հետո ինչ ձևաչափ կա կամ սնվելու կամ ինչ ուտեստներ կան, որոնք կօգնեն, որ մարդիկ ավելի թեթևացնեն իրենց օրգանիզմը։ Տեսեք։ Եվ ամենակարևորը հավելում անեմ Մարմինեի հարցին, քանի որ ժամանակը մեր սպառվում է եւ այս հարցերը նորանոր անընդհատ ավելանում են, թեման անսպառ է։ Եվ ինչպես օրգանիզմը արագ վերականգնել եւ խումարից ինչպես դուրս գալ, կա մի շատ կարճ գրագետ միջոց, որ կարելի է խմել, ուտել եւ դուրս գալ։ Եվ երկրորդ այսպես բլիթ հարցի վերածվեց, այսօր հունվարի 10-ն է, որ մթերքները միանշանակ դուրս նետել, աղբը գցել եւ վերջ։ Տեսեք, այն կանոնները, որ մենք պետք է պահպանենք ամեն օր, սա շատ կարևոր է։ Իդեպ ասեմ, տոնական օրերին եւս կարող ենք պահպանել, որտեղ իդեալական հնարավորություն է տալիս տոնական սեղանը նաեւ նույն առողջ ափսեի տրամաբանությամբ սնվելու համար։ Տեսեք, հիմա ասելու եմ շատ կարևոր կանոններ, որոնք մարդու սննդակարգում պետք է լինեն ամեն օր եւ կտեսնեք, որ տոնական սեղանը եւս շատ հարմար առիթ է։ Միրգը պետք է օգտագործենք ամեն օր։ Բնական է բոլորս շատ միրգ ենք առել, շատ միրգ ենք պահեստավորել եւ կարող ենք հանգիստ այդ բոլոր մրգերը օգտագործել։ Բայց ուտելուց ոչ անմիջապես հետո։ Տեսեք, ընդհանրապես մրգերի հետ կապված, այդ ժամերի հետ կապված, այդ տեղեկատվությունները որևէ գիտական հենք չունեն։ Դրանք բլոգերային, մակարդակի, միֆային հետազոտություններ։ Կարևորը չափից Այո, զգացողությունն է։ օրական մենք պետք է օգտագործենք 200 գրամ միրգ։ Այսինքն, եթե օրինակ տանը ունենք 4 կամ 5 հոգանոց ընտանիք, մենք պետք է օրական 1 կիլոգրամ միրգ օգտագործենք։ Փառք Աստծո, այդ մրգերը դեռ մնացել է, մեծ սիրով օգտագործում ենք այդ բոլոր մրգերը։
Երկրորդ ամենակարևոր բանը, որ մարդու սննդակարգում միրգը եւ բանջարեղենը պետք է լինեն ամեն օր։ Ինչու եմ սա նշում, որտեղ անցած տարվա մեր հետազոտությունները եւս ցույց տվեցին, որ մարդիկ չեն համարում, որ միրգը մարդու սննդակարգում պարտադիր է ամեն օր։ Բազմաթիվ մարդիկ կարծում են, որ միրգը դեսերտային ուտելիք է։ Դա բացարձակապես իրականությանը չի համապատասխանում, որովհետև մրգի սպառումը նպաստում է նաև սիրտանոթային համակարգի հիվանդությունների կանխարգելմանը։ Այսինքն մենք ոչ թե միրգը ուտում ենք, հա, որովհետև համեղ է, այլ մենք պետք է օգտագործենք միրգը եւ մեր անձնական, սա էլ է շատ կարեւոր։ Մենք մարդիկ բոլորս պետք է հասկանանք, որ մենք անձ ենք, բայց մենք ունենք նաև հանրային առողջապահական խնդիրներ, այսինքն տանը ունենք ծնողներ, բոլորս արդեն տեսնում ենք, չէ, հատկապես մեր միջին տարիքի սերունդը ամեն օր զգում է, թե օրինակ մեծ տարիքում որոնք են այն հիվանդությունները, որոնք որ գերակշռում են։ Եվ ակնհայտ է, չէ, որ այդ բոլոր հիվանդությունները պայմանավորված են նաև սննդակարգով։ Բոլորս տեսնում ենք սիրտանոթային համակարգի հիվանդություններ, ճարպակալում, շաքարային դիաբետ, անկախ նրանից դա հիվանդության գործոն է, թե առաջնային պատճառ, միևնույն է մենք պետք է հետևենք։ Այսինքն մենք պետք է սննդակարգում պարտադիր ունենանք միրգը, բանջարեղենը։ Հետո պետք է ունենանք հատիկ եղենը, հա? Սա ինչու եմ նշում, որովհետև օրինակ նույն մրգի բանջարեղենի հետ կապված մենք ամռանը լի օգտագործում ենք, գալիս է ձմռանը, ես դա ասում եմ մեր հետազոտությունների արդյունքներով։ Մոտ 75%-ը Հայաստանում եւ Երևանում ամռան ընթացքում ունի նորմայից բարձր մրգի եւ բանջարեղենի սպառում։ Ձմռանը ունի 2 անգամ պակաս եւ բացարձակապես իրականությանը չի համապատասխանում այն մեկնաբանությունները տղա ջան, այդ որ դու տենց խոսում ես գները տեսել ես, մեզ մոտ հիմա ամռանն էլ է շատ թանկ միրգը եւ բանջարեղենը, ի տարբերություն նախկին, հա, երբ ամռանը ունեինք շատ մատչելի եւ ձմռանը թանկ մրգեր, բայց մենք երբևիցե որևէ մեկը ինձնից լսած կա, որ ես կոնկրետ մատնանշեմ որևէ միրգ կամ որևէ բանջարեղեն, կաղամբնել է բանջարեղեն եւ շատ օգտակար, խանութ մտել են մի քանի օր առաջ շատ մատչելի էր, գազարնել է բանջարեղեն։ Այսինքն նաև այս առումով մենք պետք է հասկանանք, որ սրանք մեր սննդակարգում պարտադիր են։ Բլից հացին անդրադառնալու համար բոլոր եփված կենթանական ծագում ունեցող ուտելիքները եւ ամենակարևորը, եթե ունեք աղցաններ պահպանած, արդեն ժամանակն է, որ տակ չգիտեմ, ում ուզում եք տվեք, ոչ մարդկանց, ոչ ձեր թշնամիներին, բայց արդեն տանից դուրս հանելու ժամանակն է։ Ավելին ասեմ, այդ առումով եւս շատ կարեւոր է, որ սառցախցիկների ի սկզբանե պետք է ճիշտ պահեստավորած լինեիք, որովհետեւ շատ սխալ է սառցախցիկից հանել, հետ հալեցնել, նորից տեղադրել։ Եթե արդեն մի քանի անգամ հետ հալեցում եք իրականացրել, ես դες հավաստիացնում եմ, որ այդ մթերքները եւս պետք է դեն նետել եւ հաշվի առնելով, որ հաջորդ տարի եւս ունենալու ենք նույն խնդիրը, հիմա բարեբախտաբար շատ հարմար փոքրիկ տարաներ կան, փոքրիկ զիպ տոպրակներ կան, եթե սառցախցիկ եք տեղադրելու, սառցախցիկում միշտ ունեցեք չափաբաժիններով տեղադրում, որպեսզի հետագայում կարողանաք հետ հալեցնել մեկ չափաբաժին։ Եվ ինչպես խումարից դուրս չեք պատասխանում։ Տեսեք, մյուս ամենակարևոր բանը դա արդեն անցնել առողջ ապրելակերպի։ Ինչի առողջ ապրելակերպի, որովհետև այստեղ եւս առողջ ապրելակերպի համար այդ մեր սխալ մոտեցումները, որ թանկարժեք մարզասրահներ են պետք, հա, դրանք բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում։ Բնականաբար արդեն մեր օրգանիզմը պետք է հեղուկներ օգտագործի, թեյ կարող ենք օգտագործել, սուրճ կարող ենք օգտագործել, դրսում արդեն շատ լավ եղանակ է, ես օրինակ բավականին երկար նոր զբոսնեցի եւ արտակարգ եղանակ էր եւ այս օրերին եւս կարող ենք զբոսնել, քայլել, ման գալ, այսինքն բացարձակապես պարտադիր չի, հա, թանկարժեք մարզասրահներ գնալ եւ ամենակարևոր բանը, որը որ ուզում եի նշել, արդեն աստիճանական անցնել նորմալ կենսակերպի, ինչու որովհետեւ մեզ մոտ տոնական օրերը տարուց հատկապես կախված երկար են տևում։ Իսկ դեկտեմբերի 31-ից առաջ նաև բնական է, հա, ինչ որ տարբեր կորպորատիվներ ստացվում է 10 մարտիկ կա 14 օր, նաև այդ ալկոհոլի ազդեցության տակ են։ Իսկ կիտրոնաջուրը օգնում է։ Տեսեք, ընդհանրապես կիտրոնը շատ օգտակար է եւ օրինակի համար կարող եք նաեւ մրգային թեյեր օգտագործել, հատկապես նրանք, ովքեր որ միզամուղ ազդեցություն ունեն, բայց այստեղ էլ բազմաթիվ մարդիկ ճնշման խնդիր ունեն։ Տաք թեյերն են օգտակար, թե սառը խմիչքները։ Դե հաշվի առնելով ընդհանրապես, որ հիմա ձմեռային ամիսներ են, սառը խմիչքները չեմ կարծում, որ ձմռան ամիսներին խումարից դուրս գալու համար։ Տեսեք, էական տարբերություն չկա այստեղ եւս, հա, ինչ ջերմաստիճանի ենք օգտագործում եւ ամենակարևոր
բանը մեր օրգանիզմը պետք է բնականաբար ջրի նաև միջոցով, սա շատ կարևոր է, մենք ասում ենք ջուր եւ հեղուկներ։ Ինչու եմ սա եւս նշում, որովհետեւ ձմռանը, որ մարդկանց մոտ ծարավի զգացողությունը այնքան չէ, որքան ամռանը, այստեղ եւս ունենք օրական մեզ անհրաժեշտ ջրից ավելի պակաս քանակություն։ Պետք է եւս մեկ անգամ հիշեցնենք բոլորին, որ մենք պետք է օրական օգտագործենք 2-ից 2.5 լիտր ջուր, որը որ մենք ձմռանը չենք օգտագործում, սա էլ է շատ կարևոր։ Եթե կարող ենք ջրի միջոցով ստանալ, դա կլինի լավագույն տարբերակը, եթե ոչ, արդեն թեյերի, հեղուկների, բոլոր թուրմերի եղանակով, հատկապես եթե օրինակ տոնական օրերին մի փոքր էլ քաշ եք ավելացնել, օրինակ կարող եք օգտագործել նաև օրինակի համար կոճապղպեղ։ Հավերժ կարելի է խոսել այս թեմայով մանավանդ քեզ հետ, բայց մեր ժամանակը արդեն սպառվել է եւ շնորհակալ ենք լավ խորհուրդների համար։ Հուսով ենք հեռուստադիտողը եւս կլսի եւ կօգտագործի խորհուրդները։ Զրույցն ավարտենք, ինչպես նաեւ դուք էլ սիրելի հեռուստադիտողներ արդեն փակեք ամանորյա սեղանները, այդ սառցախցիկի դռները, սառնանի դռները, իհարկե ոչ հավերժ բացում ենք, բայց արդեն լիցքավորած սառնարանը առողջ սննդամթերքով Բարև երկիրը թարմ ուժերով շարունակում է իր ընթացքը, մնացեք մեզ հետ։ Դե ինչ մեր հյուրի հետ խոսեցինք առողջ ապրելակերպի եւ առողջ սննդակարգի մասին եւ հենց ճիշտ ժամանակն է, որպեսզի դիտենք օգտակար է էջը։ Այնտեղ պատմել ենք ավելուկի մասին։ Ավելուկի կամ թրթնջուկի օգտակարության մասին գիտեն շատերը։ Այն բացի յուրահատուկ համ ունենալուց նաև հագեցած է օգտակար շատ նյութերով։ Ավելուկը B խմբի վիտամիններ պարունակող կանաչիների շարքում զբաղեցնում է առաջին տեղը։ Ավելուկի տերևները պարունակում են հանքային աղեր, կաթնաթթու, խնձորաթթու, ասկորբինաթթու, կարոտին, կվերցետին, վիտամիններ B1, B2, P, K և PP։ Սննդի մեջ պետք է օգտագործել ավելուկի մատղաշ տերևները, թե չորացված, թե թարմ վիճակում։ Խորհուրդ է տրվում ավելուկը հատկապես օգտագործել կաթնամթերքի հետ։ Նրա կալորիականությունը շատ ցածր է, այն պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուց, բջջանյութ, օսլա, ֆերմենտներ, եթերային յուղ եւ այլ օգտակար նյութեր, որոնք հարկավոր են մարդու օրգանիզմին։ Բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն ախորժակի խնդիր, կարող են օրը սկսել փոքր չափաբաժին ավելուկով, ինչը որովհետև այն ոչ միայն լավացնում է ախորժակը, նաև կարգավորում է մարսողության գործընթացը։ Վիտամին C-ով հարուստ տերևներում պարունակվող դաբաղանյութերը անփոխարինելի միջոց են կոկորդաբորբի եւ լնդերի բորբոքման համար։ Հնուց հայտնի է նաև ավելուկի մանրեասպան հակաբորբոքային վերքամոքիչ հատկությունները։ Այդ պատճառով դրա տերևները կամ հյութը օգտագործում են վերքերի եւ որոշ մաշկային հիվանդությունների բուժման եւ վերականգնման համար։ Այս բույսի հիման վրա պատրաստված տարբեր թեյերը եւ խոտաբույսերը շատ են օգնում, որպիսի մարդիկ վերականգնեն իրենց ամբողջ օրգանիզմի դիմադրողականությունը, ինչպես նաեւ խորհուրդ է տրվում ավիտամինոզի, աթերոսկլերոզի, հիպերտոնիայի, ալերգիայի դեպքում։ Ավելուկն ունի նաեւ վատ խոլեստերինը օրգանիզմից հեռացնելու հատկություն, այն բարձրացնում է ընդհանուր դիմադրողականությունը։ Այսքան դրականի կողքին հարկավոր է նաեւ ուշադրություն դարձնել հակացություններին։ Թրթնջուկը կամ ավելուկը երկարատև եւ մեծաքանակ օգտագործելու դեպքում հնարավոր է առաջացնի աղային փոխանակման խախտում եւ երիկամների հիվանդություններ, այնպես որ հարկավոր է քիչ քանակությամբ օգտագործել։ Լուսինն է լավամպերից, սիրտս ելավապերից, ասի մի բան մտածեմ, կեզ տեսնեմ նորից, արի գնանք մեր այգի, նստենք շուրջը կրակի, երեք ուրբաթ ես օրվանը շապատ կիրակի, ուրբաթ շապատ կիրակի, մեր այգին արի, որ իմ սիրտը չմարի, սենց կարոնցյալի, ուրբաթ շապատ կիրակի, մեր այգին արի, թե չէ սիրտս կմարի, սենց անցյալի
կապած Ուրբաթ շաբաթ կիրակի մեր այգին արի Որ իմ սիրտը չմարի սենց առանցյալի Ուրբաթ շաբաթ կիրակի մեր այգին արի Թե չէ սիրտս կմարի սենց առանցյալի Բարև երկիրը շարունակվում է ամանորյա օրերից հետո ինչպես վերականգնել ուժերը, վերադառնալ դպրոց, աշխատանքի, այս հարցերի շուրջ խոսելու ենք մեր հաջորդ հյուրի հետ։ Այո, եթե Դավիթի հետ մեր նախորդ հյուրի խոսում էինք, թե ինչպես օրգանիզմը, մարմինը վերականգնել, լիցքաթափել այդ տարատեսակ ուտեստներից, ապա պետք է շտապեմ ասել, որ մեր հոգին նույնպես մաքրագործվելու, հանգստանալու եւ լիցքաթափվելու կարիք ունի։ Եվ իհարկե այս պահին պետք է ողջունենք մեր սիրելի Անին, մեր հին ու բարի բարեկամ, լավ հոգեբան, որովհետեւ գրեթե 3 տարի Անին մեզ հետ է եւ կիսվում է թե իր փորձառությամբ, թե մեր ամենահետաքրքիր հարցերի պատասխաններն է փորձում գտնել եւ տալ։ Անի Բարսեղյան, ընտանեկան հոգեբան, սիրելի հեռուստադիտողներ, եթե չեք ճանաչում Անին, նախ շնորհավորում եմ տոների արդիվ Անի ջան։ Ես էլ եմ ձեզ շնորհավորում, շնորհակալ եմ, որ հյուրընկալել եք ինձ նորից ձեր ամենալուսավոր եթերներից մեկում, ձեր ալիքի ամենալուսավոր հաղորդումն է սա ինձ համար։ Շնորհակալություն։ Այո, այո։ Ապրեք, ինչպես դիմավորեցիք, ինչպես անցկացրեցիք տոները։ Շատ լուսավոր, որոշել էի այդպես, եթե ինձ թողեի, գուցե այդպես չլիներ, ավելի հոգսաշատ լիներ, ավելի ալարկոտ լիներ, բայց ես ինքս գիտակցում եմ, որ մեր ուղեղը աշխատում է ծրագրով եւ ես ինքս որոշեցի, որ ոչ, ես ներկա եմ լինելու իմ շուրջը կատարվող վազվզոցում ու այսպես շատ ակտիվ ներգրավեցի տոնական մթնոլորտի մեջ եւ ստացվեց։ Այսինքն վազվզոցին նույնպես կարող է հաճելի լինել, եթե մենք մեզ տրամադրենք մեր միտքը այդպես։ Այո, իհարկե, մենք պետքա փորձենք ներկա լինել, որտեվ կարող ենք ասել, անիմաստ է, դե օր այլի կանցնի ու այդպես է կլինի, բայց երբ որ մենք մտածում ենք, որ ոչ, սա սովորական օր չէ, սա տոնական մթնոլորտ է եւ ես կարող եմ հնարավորինս օգուտ քաղել դրանից, այդպես է լինում է։ Անի, դու ինքդ ինչպես վերադարձար արդեն սովորական առօրյայի աշխատանքի եռուզերի մեջ։ Իրականում շատ դժվար, որովհետև տոները իրենցով շատ ռեսուրս են մեզանից ստանում, այդ սպասման շրջանը, այդ հուզական գերծանրաբեռնվածությունը մեզ հյուծում են։ Եվ իրականում տոներից հետո իզուր չէ, որ մարդիկ նշում են, որ իրենք դատարկություն են զգում, հոգնածություն են զգում։ Պիտի հակառակը լինի, չէ՞։ Նոր տարի, նոր սպասումներ, նոր երազանքներ, նոր էներգիա, բայց ինչու այդ դատարկության զգացումը գալիս։ Պարզ մեր հոգեկանը այդպես է աշխատում, մեր նյարդային համակարգը ինքը ունի երկու կարևոր գործառույթ, հա, այդ սիմպաթիկ եւ պարասիմպաթիկ համակարգերն են։ Սիմպաթիկը, երբ որ դու ներգրավում ես ուժով, դա այն ֆունկցիան է, որը օգնում է գործունեությանը, վազելուն, փախնելուն եւ երբ որ մենք գիտենք արժևում տոներ են, մենք այսպես սպասման շրջանի մեջ ենք, հավելյալ ռեսուրսներ ենք ծախսում ինչ-որ բաներ իրականացնելու համար եւ դա իրականում հոգնածում է մեզ։ Եվ դրանից հետո անչափ կարևոր է, որ մենք հնարավորություն տանք մեր նյարդային համակարգին վերականգնվելու։ Եվ այդ հուզական դատարկությունը, երբ որ մենք զգում ենք, դա թուլության նշան չէ, դա նշան չէ, որ մեր կյանքում ինչ-որ բան այն չէ։ Դա պարզապես մեր օրգանիզմը անցնում է պարասիմպաթիկ համակարգի, որ վերականգնի ռեսուրսները։ Պարզ, եթե փորձեմ օրինակով բերել, որ հեռուստադիտողը ավելի լավ ընկալի, մեքենան ունի գազ եւ արգելակ։ Գազը հենց սիմպաթիկ համակարգն է, որ մենք սեղմում ենք ու սկսում ենք ակտիվ ներուժով գործել։ Իսկ պարասիմպաթիկ համակարգը դա արգելակն է,
Դրա համար այդ ներքին դատարկությունը, երբ որ մենք զգում ենք, դա մեր օրգանիզմի բնականon վերականգնման ընթացքն է։ Մի վախեցեք։ Ուղղակի թույլ տվեք ձեզ դադար առնել։ Անի սովորաբար մենք մեզ ստիպում ենք, որպեսզի վերադառնանք նորից նույն տեմպին, կարծես թե դադար չտալով, մեզ հանգիստ չտալով, արդյոք դա ճիշտ մոտեցում է ինքներս մեզ հանդեպ։ Երբ որ մարդիկ սովորաբար փորձում են ավելի արագ, ավելի այսպես արհեստական ձևով վերադառնալ դեպի լավը, դեպի նոր նպատակները, դեպի բնականon ընթացքին, երեք բան են անում։ Նրանք փորձում են մերժել իրենց զգացմունքները, փորձում են անտեսել նյարդային համակարգի բնականon ընթացքը, փորձում են իրականությունը կարծես անտեսել։ Դա ցանկալի չէ, որովհետև մեր հոգեկանը չի վերականգնվում եւ չի բուժվում այսպես ստիպելով եւ հրահանգումներով։ Ժամանակ է պետք։ Դրա համար, եթե անգամ մեր մեջ կա որոշակի թեկուզ դատարկություն, ինչպես նշեցինք, տխրություն, ապաթիա, շատ կարևոր է, որ մենք դրան ուշադրություն դարձնենք, ոչ թե մտածենք, ոնց մի րոպե շուտ ես ազատվեմ այս հոգեվիճակից ու նորից նոր գործունեության շտապեմ, որտեղ լինում է այդպես, հա, մարդկանց մոտ իրականում վատ վիճակ է, իրենք մտածում են, որ ես իրավունք չունեմ վատ լինելու։ Նոր տարի է, նոր սկիզբ է եւ կան սոցիալական սպասումներ, նոր տարի, նոր մարդ։ Եվ այդ սոցիալական սպասումներն են մեզ կարծես ստիպում են, որ մենք արհեստական մեր առջև դնենք ինչ-որ նոր մարտահրավերներ, նոր ձգտումներ, բայց անձը դա չի զգում։ Անձը զգում է ալարկոտություն, ծուլության ցանկություն, ոչինչ չանելու ձգտում։ Շատ կարևոր է, որ մենք մի պահ փորձենք հասկանալ այդ զգացումները ինչ են ասում, ոչ թե ոնց դրանք փոխենք։ Բայց մենք այդպիսի ճոխություն կարող ենք մեզ թույլ տալ։ Աշխատանքը, դասերը ի վերջո չեն սպասում, չէ՞։ Արագ վերականգնվել է պետք։ Տխրությամբ հիշեցի իմ վերջին բլոգի նյութերից մեկը, որտեղ ես խոսում եմ այն մասին, որ երբ որ անգամ մարդու կյանքում վիշտ կորուստ է տեղի ունենում, օրինակ մտերիմն է մահանում, անձը ժամանակ չունի իր սուքը սքալու։ Հիմա մի քիչ տոնական մթնոլորտի մեջ ճիշտ չէր սա ակնարկել, բայց անգամ սքի ժամանակ ստացվում է, որ մենք ժամանակ չունենք մեր սուքը սքալու, որովհետև այո, դպրոցը չի սպասվում, աշխատավայրում մեզ չեն սպասում, եւ այսպես ստացվում է, որ մարդը իր հուզական ապրումները պաուզային ու դադարի կոճակին է սեղմում եւ շտապում է ապրել։ Այո, կյանքը մեզ հնարավորություն չի տալիս դանդաղելու, բայց մենք պետք է գիտակցենք, որ մեր հուզական ապրումները, երբ որ մենք չենք ուշադրության դարձնում, չենք լսում, դրանք ոչ միտեղ չեն անհայտանում։ Դրանք ուղղակի փոխակերպվում են անհասկանալի հոգնածության, տագնապների, տեղափոխվում են մարմին, վարք։ Դրա համար այո, մենք այդպիսի հնարավորություն, այդպիսի շքեղության հնարավորություն կարծես թե չունենք, բայց մենք պետք է թեկուզ այսպես շատ հստակ հասկանանք դրա կարիքը ու այդ ժամանակը մեզ տանք։ Թեկուզ օրվա որոշ ժամերի։ Անիսկ, եթե հակառակ կողմն էլ նայենք, որ մենք մեզ ասենք, որ մեզ թույլ տանք, հա, հանգստանալ, բայց դա կարող է շատ երկար տևել ու մարդու համար դառնալ սովորական վիճակ, դա էլ կարծում եմ։ Դա ինչպես հաղթահարել, այսինքն չափը ինչպես զգալ, որ հանգստացավ օրգանիզմս, մտքերս հավաքվեցին, արդեն ժամանակն է գործելու։ Շատ լավ հարց եք իրականում տալիս, որովհետև այսպես ինձ լսողները կարող են մտածել, դե որ տենց է մարմինս դա է ուզում, ես մտնեմ այդ տխրության մեջ, հա, թույլ տամ։ Այո, եւ այդ շեմը ճանաչելը զգալը շատ կարևոր է, այստեղ նորից, հա, ես ոչ թե խոսում եմ ծուլության մասին, այլ խոսում եմ այն մասին, որ իսկապես եթե դու գիտակցում ես, որ դու շատ երկար շրջան քո լավագույնը արել ես, ջանք ես դրել, ջանացել ես, գործել ես եւ պարզ հասկանում ես, որ հիմա հոգնած ես, դու քեզ կարողանաս օրվա ընթացքում, շաբաթվա ընթացքում 10 ինչ-որ փոքրիկ պահեր վերականգնվելու։ Եվ դա կարա չլինի անգործության շրջան, դա պարզապես կարա լինի ինքդ քեզ արտոնելու շրջան, որովհետև օրինակ նույն ես խոսում եի, չէ, ավտոմեքենայի դադարի մասին, նույն այդ դադարի ժամանակ մարդիկ մտածում են, որ իրենց կյանքը անցավ։ Օրինակ, երբ որ ես այցելուներիցս մեկին վերջերս ասում էի, դու շատ հոգնած ես, թույլ տուր քեզ օրինակ պարկել բազմոցին եւ սերիալ նայել, ասում էր, կյանքիցս 2 ժամ անիմաստ կանցնի։ Թող աշխարհը սպասի, եթե դու հանգստի կարիք ունես։ Այսինքն ես չեմ խոսում քո ամբողջ օրը այսպես բազմոցին անցկացնելու մասին, բայց այդ դադարները շատ կարևոր են։ Դա կարող լինի օրվա մեջ 1 ժամ։ Բայց թույլ տուր քեզ։ Մի վախեցիր, որ կկորցնես։ Այո, մեղքի զգացում մի ունեցիր այդ դադարի պահերին, այ դա է կարևոր։ Իսկ երեխաներին ինչպես օգնենք, Անի, որովհետև եթե մենք ինքնատիրապետումով մեր վրա աշխատելով, ինչպես ասացիք, նաև ձեր խորհուրդներին հետևելով, կարող ենք վերականգնվել, հա, երեխաներին պետք է մենք ուղղորդենք, նրանք չեն կարող ինքնուրույն վերականգնվել, սկսած առավոտյան շուտ արթնանալուց եւ դասի գնալուց, հետո կարծես չէ, տոնը նրանցն է եւ
տոնական տրամադրությունը ավելի երկար է նրանց մոտ տևում, հա, ինչպես բացատրել, որ վերջ։ Տոնածառի հետ գնում են նաև տոնական օրերը, անհոգ օրերը, այո, արձակուրդները։ Այո, ես միշտ երեխաներիս իմ երեխաներին, հա, այսպես այո, ձեր օրինակով ասեք, որ հավատաներ։ Խոսքով ես միշտ ասում եմ, որ գիտեք, ամեն բանի ժամանակ կա։ Կա այսպես տոնելու ժամանակ, կա դասերին վերադառնալու ժամանակ, եւ եթե մենք շարունակաբար մեր երեխաների հետ այս աշխատանքը չենք տանում, մենք չենք կարող այսպես տոնական օրերին հանկարծ հայտնվել ու իրանց ինչ-որ բան ասել եւ նրանք հասկանան։ Դա նման է նրան, որ դու սպասում ես, որ գողը մտնի քո տուն ու դու հանկարծ որոշես մարզվել գողին հաղթելու համար։ Երեխաների աջակցությունը, գիտակից ծնողավարությունը դա մեր ամեն օրվա գործընթացն է եւ եթե մենք դրա մեջ իսկապես ներգրաված ենք եղել, տարեվերջին շատ հեշտ կլինի ինչ-որ առումով նրանց բերել նորից առօրյային օրակարգին, այնպես որ եթե ինչ-որ ծնողներ տարվա ընթացքում ոչինչ չեն արել, այս փուլում նրանց հեշտ չի տրվելու, բայց եթե մենք ծնողներ ենք, որոնք անընդհատ երեխաների հետ զրուցում են, ուղղորդում են, աջակցում են, բացատրում են ամեն բան, հիմա էլ մենք կարողանանք նրանց ուղղորդել, որ հիմա էլ ժամանակն է նորից վերադառնալ գիտելիքին։ Չէ՞ որ դա հրապարական է։ Այո։ Անի դաթարներին վերադառնալով մի այսպիսի հարց, գիտեմ դա շատ երկար եւ խորը պատասխան է ենթադրվում, բայց կուզեմ կարճ ինչ-որ տարբերակ, երբ մարդը իրեն դաթար է տալիս թեկուզ տիպողաբար, բայց ունի հակում անհանգստության, այսինքն դաթարի ընթացքում կարծես թե մեղադրում է ինքն իրեն, կամ մեղադրում է նրանում, որ աշխարհը առաջ գնաց, ինքը մնաց իր տեղում։ Ինչպես մի քանի ձևաչափ գոնե, եթե կա, իհարկե, եթե հնարավոր է, ինչպես հաղթահարեն այդ ապրումները։ Այո, ես նորից կկրկնվեմ ասելով, որ շատ կարևոր է այդ պահին ոչ թե մենք փորձենք մի րոպե շուտ տանել լուծման մեր հոգեվիճակը, մի րոպե շուտ ավարտել այդ դիսկոմֆորտը, մեղքի զգացումը, փորձել փոխակերպել, այլ փորձել լսել այս հոգեվիճակը ինձ ինչ է ասում։ Գուցե դա իսկապես խոսում է այն մասին, որ մենք կորցնելու վախ ունենք, որ մենք վախենում ենք ինչ-որ բան չհասցնել, որ մենք վախենում ենք ինչ-որ բան չապրել, եւ դա գուցե հենց այն ճիճն է մեր հոգեկանի, որ տարվա ընթացքում մենք լրացնում ենք, իսկ տոները չեն լրացնում։ Մենք տոներից այսպես շատ առողջվածային սպասումներ ունենք, որ իրենք պետք է գան այսպես կախարդական հնարով մեր խնդիրները լուծեն։ Եվ տոնի աղմուկը չի թողնում, որ լսենք։ Այո, բայց տոները հակառակը դրանք ջրերես են հանում։ Մեր մանկության փորձառությունները, չափրված զգացումները, եւ եթե հիմա մեզ լսողներից կան անձիկ, ովքեր այդ հոգեվիճակում են, որ այդ դաթարը տալու մեջ ունեն նման օրինակ սիմպտոմներ, հա, վախ, որ բա որ կորցնեմ, բա որ չհասցնեմ, բա որ, մի պահ լսեք, սա ինչի մասին է։ Եվ վերջապես այդ հարցերի պատասխանը գուցե իրենց մեջ գտնեն, լուծումներ գա։ Անշուշտ կգտնեն։ Անշուշտ կգտնեն։ Երբ որ մենք համարձակվում ենք արճակատվել ինքներս մեզ հետ, մեր հոգեկանը ուղղակի արդեն սկսում է ամոքման ճանապարհը։ Բայց սովորաբար մենք սովոր չենք դրան։ Մենք փորձում ենք չտենալու տալ, լրացնել, արտամղել, բայց ես նորից կկրկնվեմ, մենք մեր զգացումները, երբ որ այսպես մի կողմ ենք դնում, դրանք չեն անհետանում, դրանք փոխակերպվում են մարմնի ցավի։ Մարմինն է սկսում ճչալ, հոգնածություն, տագնապներ, իսկ դա չափրված զգացմունքներն են, մնացորդային ապրումներն են։ Այնպես որ կանգ առեք։ Եվ վերջո չմոռանալ, որ յուրաքանչյուր անհաջողություն, այդ պահի չստացված, հա, մեզ ցավեցնող պահ, գուցե բարձրալից ուղարկված այն նշաններն են, որոնք մեզ ուղեկցելու են դեպի հաջողության ճանապարհին, մեզ ամրացնում են։ Շատ հետաքրքիր բան ասեցիք, այդ կոնտեքստում կնշեմ, որ մեր ժամանակները կարծես խոսում են այն մասին, որ դեպրեսիան, տխրությունը, դրանք, չգիտեմ, հոգեվիճակներ են, որոնք չի կարելի ապրել, որոնք թույլատրելի չեն եւ այսպես շատ կոչ կա, եթե մենք մի պահ ուշադրություն դարձնենք, որ պետք չէ նման բաներ զգալ, բայց ինչպես դուք ասեցիք, նմանօրինակ խորը հոգեվիճակները, անգամ տխրության տառապանքի պահերը շատ կրթող կարող են լինել եւ այդ նույն դեպրեսիոն հոգեվիճակների մեջ մենք կարող ենք թափանցել մեր կյանքի ամենախորը տեղերը եւ դա նպաստում է լուրջ անձնային աճին։ Ես հետաքրքիր փորձառություն ունեմ, երբ որ տեսնում եմ շատ խորը աչքերով, խորը խոսքով, կյանքի փորձառությամբ մարդկանց, ասում եմ, որ նրանք ռուսերեն կասեմ, ասում եմ, կաշմար տեսած մարդիկ են, այսինքն նրանք տեսել են կյանքի շատ սարսափներ։
Եվ դա իրականում, ինչպես ասում էր ժամանակին իմ հոգեբանը, տառապանքը դաստիարակում է։ Ցավոք, բայց դա կարող է կրթող լինել։ Պետք չէ մի րոպե շուտ ազատվել այդ հոգեվիճակից։ Երբեմն պետք է մնալ դրա մեջ, հղկվել եւ վերցնել շատ-շատ լուրջ պտուղներ։ Անի նաև հետաքրքիր է այսօրվա մեր իրականությունը, քանի որ շատ են կախված հեռախոսներից, բոլորը անդադ ուրիշների կյանքով են ապրում եւ բնականաբար սոցցանցերում միայն դրական, գեղեցիկ կյանքն է ներկայացվում հիմնականում, երբ որ մարդը տանն է այդ դաթարի շրջանն է, ինչպես ձերբազատվի հեռախոսով այդ լավը տեսնել ու նյարդայնանալուց, արհեստական լավը։ Ես սպասում էի նախանձել վարին, բայց խուսափեց շրջանցել։ Նախանձել չի ասի։ Ավելի բառ շտագոր, Բայց դա զգացողություն է, որից կարծում եմ խուսափել են առաջի, դա շատ վատ բառ եւ զգացողություն է, անի։ Եթե դուք դա զգում եք, կարելի է զգալ այն, ինչ դուք զգում եք, էլի շատ լավ խոսք կա, դու չես կարող թույլ տալ, դու չես կարող արգելել, որ թռչունները թռչեն քո գլխի վրայով, բայց դու կարող ես արգելել, որ դրանք այդտեղ բույն դնեն։ Ինչ վերաբերում է սոցիալական կյանքերին նայել եւ նյարդայնանալուց, դա նորից ձեր մասին է։ Մի պահ կարող եք ուղղակի կանգ առնել եւ հասկանալ ինչու է այս պահին իմ այս տեսածը ինձ նյարդայնացնում, սա ինչի մասին է։ Այսինքն, երբ որ մենք ունենում ենք որոշակի զգացողություն, դա շատ լավ հոգեախտորոշիչ պահ կարող է լինել։ Մի պահ հասկացին, իսկ ինչու է օրինակ այս ընտանեկան տեսարանը ինձ նյարդայնացնում։ Իսկ ինչու է այս, չգիտեմ, թորնիկի եւ տատիկի ջերմ հարաբերությունը ինձ նյարդայնացնում։ Դա կարող էր ինձ հույս հաղորդել, որ փաստորեն կան նման օրինակ ընտանիքներ, բայց ինձ նյարդայնացնում է։ Քո կյանքում դրա բացակայությունից։ Քո կյանքում դրա բացակայությունից այդ պահին Տարբերակ 1 վիճակից խուսափել էլ, ահա։ դա կյանքի քո կյանքում դրա բացակայությունից։ Տարբերակ 2 դու իրականում նայում ես ու չես հավատում, ասում ես ինչ են իրանց ձև տալիս։ Կեղծ մի բան է, իրականում այդպես չի, բայց հետաքրքիր է, չէ՞։ Ինչու դու չես հավատում, որ ինչ որ մեկի կյանքում դա կարող է իրական ապրում լինել։ Եվ այսպես կարելի է անվերջ թվարկել, թե ինչու դա մեկ պատասխան չունի։ Եվ դա հիանալի բանալի կդառնա բոլոր կողպեքների համար, որ իրենց բացեն եւ հասկանան իրենց խնդիրները։ Մենք այսօր կարճ, բայց շատ հետաքրքիր լուծումներ առաջարկեցինք, ինձ թվում է, եւ հեռուստադիտողը ինքն իրեն հասկանալով նաեւ կսկսի ինքն իրեն սիրել ու հասարակությունը կարողանա այդպիսով։ Անընդհատ վերլուծել, մտածել, հետո սիրել դժվար է իրական։ Բայց շատ չխորանալ։ Գիտեք, իրականում երբ որ մենք ուղղակի թույլ ենք մեզ տալիս զգալ այն ինչ որ զգում ենք, դա շատ ավելի խաղաղ եւ ազատ ճանապարհ է, քան երբ որ մենք մեզ պարտադրում ենք, կարծես մենք մեր ներսում բաժանում ենք մեր ներսը երկու մասի՝ թույլատրելի եւ անթույլատրելի վիճակներ։ Բայց երբ որ դու քեզ թույլ ես տալիս զգալ այն ինչ զգում ես, անգամ լինել այդ տխրության հոգեվիճակի մեջ, որտեղ այդ պահին դու այդ վիճակում ես, այդտեղից սկսում է իրական ամոքումը եւ ազատությունը։ Նոր կյանքը եւ նոր սկիզբը, որ խոսում ենք, հա, նոր կյանք, նոր սկիզբ, ամանորից հետո դա օրացույցով չի սկսվում։ Հոգեբանության մեջ դա օրացույցի օրվա հետ կապ չունեցող մի բան է։ Նոր սկիզբը սկսվում է այն ժամանակ, երբ որ մարդը ինքը իրեն թույլ է տալիս առանց պարտադրանքի լինել իրական, լինել ազատ, առանց սոցիալական սպասելիքների, ճնշումների, բայց դա մենք ինքներս մեզ թույլ չենք տալիս այդտեղ։ Լինել բնական, ազնիվ, անկեղծ, անմիջական, սիրելի հեռուստադիտողներ, կարծում եմ սա լավագույն խորհուրդն է եւ այն բանաձևը, որով կարելի է ապրել հեշտ, ոչ այդքան հեշտ կյանքում։ Այո։ Շնորհակալ եմ Անի ջան, մեզ մոտ հյուրընկալվելու համար, միշտ ուրախ ենք եւ ես մոռացա ասել, որ ձեր նոր սանրվածքը ձեզ շատ ավելի նուրբ եւ գեղեցիկ է դարձել։ Նմանվել եք իրար։ Շնորհակալ եմ։ Բարև երկիրը շարունակում է իր ընթացքը, սիրելի հեռուստադիտողներ, մնացեք մեզ հետ։ Այ վերջ սիրելի հեռուստադիտողներ, մեր այս տարվա առաջին եթերը մոտեցավ իր տրամաբանական ավարտին։ Հուսով եմ ձեզ առավոտյան դրական լիցքեր փոխանցեցինք, լավ երաժշտության եւ զրույցների միջոցով կարողացանք բարձրացնել ձեր տրամադրությունը, որովհետեւ կարծում եմ առավոտը օրվա մեկնարկն է եւ պետք է միշտ լավ ու դրական զգացողություններով սկսվի։ Իհարկե, ամփոփելուց առաջ չենք մոռանում մեր գործընկերներին, որոնք են Տուն դե Փոխանուց սրահը, Աջափնյակ բժշկական կենտրոնը, բազմապրոֆիլ իր ծառայություններով եւ իհարկե շատ սիրելի Dream Park-ը, որտեղ դուք կարող եք գնալ ոչ միայն ակտիվ եւ լավ հանգստի, այլ նաեւ կազմակերպել լավ ժամանց ընտանիքի եւ ընկերների հետ, այնպես որ առաջարկում ենք գնալ եւ վայելել բնությունը։ Եվ չմոռանանք նշել, որ այնտեղ կան եւ գլամփինգներ եւ 2-ից 8 հոգու համար նախատեսված տնակներ, որոնք սիրով եւ ջերմությամբ ձուլվել են լորվա բնությանը եւ որևէ կերպ չեն խաթարել այն անդորը, որը Աստված ստեղծել է իհարկե բնության տեսքով։ Դե ինչ այսօրվա համար պատրաստել ենք մենք այսքանը եւ հուսով եմ, որ վաղը նույնպես կմիանաք մեզ,
որպեսզի միասին ասենք բարև երկիր։ Այո, կհանդիպենք վաղը, դուք եղեք առողջ, խաղաղ ու շատ երջանիկ։